Բարի օր բոլորին, սկսում ենք ֆրանսերենի նոր դասը երկար դադարից հետո, les prépositions en français, ֆրանսերենի նախդիրները։ Նախ տեսնենք, թե ինչ են նախդիրները։ Ֆրանսերենում նախդիրները բառեր են, որոնք կապում են նախադասության երկու բաղադրիչ։ Օրինակ, այստեղ ունենք երկու օրինակ. Je vais à l'école. Je vais à l'école. A այստեղ նախդիր է, ես գնում եմ դպրոց, այս նախդիրը ցույց է տալիս տեղ, որտեղ եմ ես գնում եմ դպրոց։ Հաջորդը, le livre est sur la table, այստեղ նախադասությունը կթարգմանվի, le livre, գիրքը, սա մեր են է, sur վրա, la table, սեղանի վրա, այսինքն գիրքը սեղանի վրա է, sur վրա, այստեղ նախդիր է ֆրանսերենում։ Լինում են մի քանի տեսակի նախդիրներ ֆրանսերենում, հիմա կսկսենք տեղի նախդիրներից, préposition de lieu, այսինքն նախդիրներ են, որոնք ցույց են տալիս տեղ, վայր։ Օրինակ, այս մեկը արդեն օրինակում անցանք, a accent grave-ով, a ցույց է տալիս տեղ, դեպի կամ ինչ-որ մի բանի մեջ, ինչ-որ բանում, այստեղ a-ի վրա դրված է accent grave, բայց սա արտասանությունը չի փոխում, սա պարզապես դնում են, որպեսի տարբերակեն an առանց accent grave-ի, և որը կլինի avoir բայի երրորդ դեմքով խոնարհումը, օրինակ il a, նա ունի, և այստեղ accent grave-ով an նախդիր է։ Հաջորդը, chez, օրինակ chez quelqu'un, այսինքն ինչ-որ մեկի տանը, dans, մեջ, ներսում, sur, վրա, sous, տակ, devant, առաջ, derrière, հետևում, entre, միջև, près de, մոտ, loin de, հեռու։ Դիտարկենք մի քանի օրինակներ, օրինակ, ինչպես կասենք ֆրանսերեն ես տանն եմ, կասենք je suis à la maison, je suis ես, à la maison տանն եմ, այստեղ մեր տեղի նախդիրը an էր, accent grave-ով, à la maison, չենք ասելու je suis la maison, եթե ասեք je suis la maison, կնշանակի ես տուն եմ, je suis à la maison, ես տանն եմ, ճիշտ արտասանեք և ճիշտ թարգմանեք ֆրանսերեն։ Հաջորդը, նա գնում է բժշկի մոտ, նա գնում է, պարզապես il va, բժշկի մոտ, chez le médecin, այստեղ chez բառը մեր տեղի նախդիրն էր, chez le médecin, il va chez le médecin, նա գնում է բժշկի մոտ։ Կատուն սեղանի տակ է, կատուն, le chat est sous-ն մեր տեղի նախդիրն է, որը նշանակում է տակ, sous la table, սեղանի տակ է։ Եվ հաջորդը, սրճարանը բանկի և հացատան միջև է, սրճարանը le café est entre մեր տեղի նախդիրն է, entre նշանակում է միջև, entre la banque et la boulangerie, բանկի և հացատան միջև է։ Հաջորդը անցնենք ժամանակի նախդիրները, préposition de temps, ժամանակ ցույց տվող նախդիրները։ Կլինի օրինակ an նշանակում է կամ ընթացքում, ինչ-որ բանի ընթացքում։ Depuis նշանակում է սկսած ինչ-որ մի տարիքից կամ տարվանից։ Pendant
pendant, ընթացքում, avant, մինչև, après, հետո, jusqu'à, մինչև, jusqu'à, vers, մոտավորապես, ժամի համար, այս դեպքում։ Դիտարկենք օրինակներ ավելի լավ հասկանալու համար, օրինակ, ես ծնվել եմ հուլիսին, կասենք, je suis né en juillet, je suis né, ես ծնվել եմ, en juillet, հուլիսին, այստեղ մեր ժամանակի նախդիրը an է, en juillet։ Նա աշխատում է ժամը 8-ից սկսած, նա աշխատում է, il travaille, depuis, սկսած, 8 heures, ժամը 8-ից։ Հաջորդը, մենք գնում ենք ընթրիքից հետո, nous partons, մենք գնում ենք, après, հետո, մեր ժամանակի նախդիրը, le dîner, ընթրիքից, après le dîner, ընթրիքից հետո։ Հաջորդը, le cours finit vers 16 heures, le cours, դասը, finit, ավարտվում է, vers, մոտ, 16 heures, ժամը 16-ին։ Եվ երրորդը, ձև, պատճառ և նպատակ ցույց տվող նախդիրներ, les prépositions de manière, cause et but։ Դիտարկենք օրինակները տեսնելու համար այդ նախդիրները։ Օրինակ, ես գրում եմ գրիչով, ես գրում եմ j'écris, avec, հետ, avec նշանակում է ֆրանսերենում հետ կամ ով, համապատասխանում է հայերենի գործիական հոլովին, avec un stylo, այսինքն գրիչով, ես գրում եմ գրիչով։ Հաջորդը, նա գնաց առանց հրաժեշտ տալու, նա գնաց, il est parti, առանց այստեղ մեր նախդիրն է, sans, առանց, dire, ասելու, au revoir, ցտեսություն, առանց ցտեսություն ասելու կամ առանց հրաժեշտ տալու, il est parti sans dire au revoir։ Հաջորդը, նա սովորում է հաջողելու համար, elle étudie, նա սովորում է, pour, համար, սա մեր նպատակի նախդիրն է, pour réussir, հաջողելու համար։ Հաջորդը, նրան հարգում են իր աշխատանքի շնորհիվ, նրան հարգում են կամ ասենք նա հարգված է, il est respecté, նրան հարգում են, grâce à, շնորհիվ, grâce à-ն մեր նախդիրն է, grâce à, շնորհիվ, à son travail, իր աշխատանքի, grâce à son travail, իր աշխատանքի շնորհիվ։ Եվ վերջինը, նա սթրեսի մեջ է քննության պատճառով, նա սթրեսի մեջ է, il est stressé, à cause de-ն այստեղ մեր պատճառի նախդիրն է, պատճառով, հենց նշանակում է պատճառով, à cause de l'examen, քննության պատճառով։ Այսքանն էր դասը, շատ շնորհակալ եմ նայելու համար, հիմա վերջում դրել եմ մի քանի վարժություն, որով կարող եք պարապել և ստուգել ձեր այսօրվա ստացած գիտելիքները։ Առաջինը, je vais, mon ami, chez mon ami, à mon ami կամ dans mon ami։ Կարող եք ընտրել տարբերակը։ Երկրորդը, le livre est
la table, sur la table, entre la table, dans la table. Hաջորդը je travaille 8 heures, en 8 heures, pendant 8 heures, depuis 8 heures. Il est parti dire au revoir, sans dire comme avec dire. Եվ վերջինը, il est stressé l'examen grâce à cause de. Եվ այսքանը, շնորհակալ եմ հետևելու համար, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ À bientôt!